Կինեզիոթերապիան բուժում է շարժման միջոցով, վերականգնողական բուժման տեսակ, որը ցուցված է այն դեպքերում, երբ սահմանափակվում է մարդու շարժունակությունը։ Դա կարող է լինել վնասվածքների, նյարդաբանական, ռևմատոլոգիական եւ ուռուցքաբանական հիվանդությունների, երկար անշարժ պառկած մնալու հետևանքով։ Կինեզիոթերապիան մերսման եւ հատուկ վարժությունների միջոցով ոչ միայն վերականգնում է մկանների, ջլերի ու կապանների շարժունակությունը, այլև մեղմում է ցավային համախտանիշը, մասնավորապես միջվողային սկավառակի ճողվածքների ժամանակ։ Նաև հաղթահարում ենք ցավը։ Շատ արդյունավետ են թե մերսումը, թե բուժական ֆիզկուլտուրան, որը կինեզիոթերապիայի հենց հիմնական ճյուղն է, որը երկուսը միասին կատարել, որպեսզի բուժման արդյունավետությունը ավելի լավ լինի։ Միջվողային սկավառակի ճողվածքների դեպքում կինեզիոթերապիան կիրառվում է եւ որպես հետվիրահատական վերականգնում եւ որպես ինքնուրույն բուժման մեթոդ։ Մասնագետի խոսքով ճողվածքների դեպքում շատ կարեւոր է նաեւ կինեզիոթերապիան կրկնել տարին 2 անգամ, քանի որ առօրյա կյանքում գոտկային հատվածը անընդհատ ծանրաբեռնված է լինում։ Բուժման այս մեթոդը ցուցված է նաեւ Պարկինսոնի հիվանդության ժամանակ, երբ տուժում են քայլքը, կեցվածքը, հավասարակշռությունը։ Կինեզիոթերապիայի նպատակն է հնարավորին կանխարգելել հետագա բարդությունները եւ կոնկրետ վարժությունների միջոցով թե հավասարակշռության կենտրոնի վրա աշխատել, թե քայլքի վրա, որպեսզի մարդը իր առօրյա գործունեությունը կարողանա շարունակի։ Կինեզիոթերապիան կարևոր է նաև ռեանիմացիայում երկարատև պառկող պացիենտների համար։ Այն օգնում է պահպանել մկանների տոնուսը եւ բարելավել արյան շրջանառությունը, խուսափելով պառկելախոցերից եւ թոքաբորբից։ Այն ներառում է պասիվ մարմնամարզություն, դիրքի փոփոխություն եւ հատուկ շնչառական վարժություններ։ Կինեզիոթերապևտիկ մերսումը արդյունավետ միջոց է լիմֆոստազի եւ լիմֆեդեմայի դեպքում, երբ խանգարվում է ավիշի հետհոսքը։ Տարբեր տիպի վնասվածքների դեպքում կինեզիոթերապիան եւս շատ արդյունավետ վերականգնողական միջոց է, պատմում է Ցողիկ Հակոբյանը, որ եկել է Ֆրանսիայից եւ իր գործընկերների հետ կիսվում է այնտեղ կուտակած փորձով։ Աշխատում ենք հոդերի վրա, աշխատում ենք բացել այդ հոդերը, որոնք սահմանափակված են, աշխատել ջգունացնել այդ հոտերը, հետո աշխատում ենք արդեն անցնում ենք մկանային փուլին, աշխատում ենք մկանների վրա, աշխատում ենք ակտիվ վարժություններով, որպեսզի մկանները բացվեն, մկանները ուժեղանան եւ կարողանան հետագայում ընդունել այդ առօրյայի ծանրաբեռնվածությունը։ Կոնքազդրային հոդի կամ ծնկահոդի էնդոպրոթեզավորումից հետո եւս կարեւոր է կինեզիոթերապևտի աշխատանքը՝ պրոթեզավորված հոդերը ճիշտ աշխատացնելու համար։ Կինեզիոթերապիան կոնքազդրային եւ ծնկան հոդի հետվիրահատական շրջանում կիրառվում է անմիջապես վիրահատությունից 2-3 ժամ անց։ Կատարվում է վարժությունների կոմպլեքս համալիր, որպեսզի կարգավորենք մկանների ամրությունը, չթողնենք, որ հետագայում առաջանան հոդերի շարժումների սահմանափակումներ։ Մոտ 4-6 շաբաթ հետո պացիենտները ոտքի են կանգնում եւ առանց հենակ քայլում են։ Նայիրի բժշկական կենտրոնն ապահովված է կինեզիոթերապիայի համար բոլոր անհրաժեշտ պարագաներով ու սարքավորումներով, ինչպես նաև համալրված է հմուտ ու բանիմաց մասնագետներով, որոնք վերապատրաստվել են արտասահմանյան հայտնի կլինիկաներում։ Կենտրոնի նեղ մասնագետները, նյարդաբաններն ու վնասվածքաբանները, ուռուցքաբաններն ու ռեանիմատոլոգները անհրաժեշտության դեպքում պացիենտներին ուղղորդում են կինեզիոթերապևտների մոտ, հիվանդությունից հետո ավելի սահուն ու արդյունավետ վերականգնում ապահովելու նպատակով։